Քարոզարշավի թեժ փուլում իրավապահ մարմինները կրկին զգուշացնում են, ընտրակաշառքը պարզապես օգնություն կամ լավություն չէ, այլ քրեական հանցագործություն, որը հանգեցնելու է խիստ պատժի։ Ընտրությունների նախաշեմին հաճախ կարելի է լսել խոստումներ, ճանապարհածախսը կտանք, կոմունալը կփակենք, մի քանի ամսով աշխատանքի կգրանցենք կամ բուժման հարցը կլուծենք։ Սակայն օրենքի տեսանկյունից, եթե այս ամենն արվում է մեկ նպատակի համար՝ ստանալ քաղաքացու քվեն, ապա դա արդեն ընտրակաշառք է։ Օրինակ, եթե որևէ մեկը ընտրողին գումար է փոխանցում ընտրատեղամաս հասնելու համար, վճարում է նրա ուսման վարձը կամ պարզապես ձևական աշխատանքի ընդունում առանց իրական աշխատանքի, դրա դիմաց ակնկալելով աջակցություն ընտրություններին, ապա գործ ունենք ընտրակաշառքի հետ։ Իրավապահ համակարգը վստահեցնում է, նման դեպքեր աննկատ չեն մնում։ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում են, որ ունեն բավարար տեխնիկական եւ իրավական հնարավորություններ թե ընտրակաշառք տվողներին, թե ստացողներին բացահայտելու համար։ Հիշեցում, եթե քաղաքացին արդեն իսկ ստացել է ընտրակաշառք, օրենքը հնարավորություն է տալիս խուսափել ծանր հետևանքներից, եթե նա կամավոր տեղեկացնի այդ մասին իրավապահ մարմիններին։ Մյուս կարևոր խնդիրը քվեարկության գաղտնիությունն է, հաճախ ընտրողներից պահանջում են լուսանկարել քվեաթերթիկը կամ ապացուցել, թե ում են ընտրել։ Ոմանց ասում են, մյուս տեխնացուների թերթիկները դուրս բերեք ընտրատեղամասից, որպեսզի հաշվետու լինեք։ Սակայն նման պահանջները ոչ միայն անօրինական են, այլև կարող են հանգեցնել մինչև 5 տարվա ազատազրկման։ Փորձագետները նշում են, ընտրակաշառքը վտանգավոր է ոչ միայն իրավական, այլ հասարակական առումով։ Երբ քաղաքացին իր ձայնը փոխանակում է գումարի կամ ծառայության հետ, ընտրությունը դադարում է լինել ազատ կամ արտահայտություն, իսկ պետության ապագան սկսում է որոշվել ոչ թե գաղափարներով, այլ փողի ազդեցությամբ։ Քվեարկության գաղտնիությունը եւ ազատ ընտրությունը ժողովրդավարության հիմքերն են, իսկ յուրաքանչյուր քաղաքացու ձայն պատասխանատվություն ոչ միայն իր, այլև ամբողջ երկրի ապագայի համար։